Այս գիշեր ահա որ ա իլալ, ավելի շատ են կրակել, ավելի վատ ա իլալ, գիշերը չենք քնել, սկսել են գյուղի մեջ էլ խփել։ Այսպես է ներկայացրել Խնածախի բնակիչներից մեկը գիշերը ադրբեջանցիների կողմից արձակած կրակոցների մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում։ Ավելին բնակիչը հայտնել է նաև, որ մոտակա դիրքերից ադրբեջանցիները հայհոյանքներ են հնչեցրել ոչխարներին արածացնող հովիվների հասցեին։ Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը սակայն այլ բան է պնդում։ 24 News-ի դիտարկմանը, որ Խնածախի բնակիչներից մեկը ահազանգել է, որ գիշերը կրակոցներ են եղել, վերջինս նշեց, որ եթե լրատվամիջոցները չհազանգեն, բնակիչները ոչ մի բան էլ չեն ասի։ Բնակիչները ոչ մի բան չեն ասի։ Թողեք մարդիկ իրանցունով ապրեն, խնդրում եմ, պանիկա մի արեք, Չէ, բնավ, պարոն մի լսեք, թողեք մարդիկ իրանցունով ապրեն։ Այսինքն այս գիշեր կրակոցներ չեն եղել։ Ես ինքն ասում դուք ինչ եք ասում։ Չէ, որովհետև բնակիչները նորից եմ ձեզ հաշտարած, եթե ձեզ հետաքրքրում է կրակոց ա եղել, եկեք մի օր մնացեք Խնածախ։ Թեև տեղ խոշորացված համայնքի ղեկավարը պնդում էր, որ գիշերը կրակոցներ չեն եղել, ամեն բան խաղաղ է եղել, սակայն տեղ համայնքի ավականու անդամ Մասիս Զեյնալյանն այլ բան է պնդում։ Ժամը 10:30-ից սկսում եմ մինչև լուսադեմ, բայց առայժմ անկանոն չբացառում, որ մի օր կանոնավոր կլինի էլի։ Ըստ Զեյնալյանի այդ կրակոցներին բնակիչներն արդեն սովորել են, հարմարված ապրում են։ Չնայած Ղուլունցի պնդումներին, որ կրակոցներ չեն եղել եւ որ լրատվամիջոցները թող չհաբեկեն բնակիչներին, րոպեներ առաջ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության գերատեսչությունը հաղորդագրություն է տարածում, որ ապրիլի 20-ին ժամը 02:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել, ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, կից ներկայացված է նաեւ լուսանկարներ վնասված արևային ջրատաքացուցիչից։ Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար բնակավայրի ղեկավար Վահան Զաքյանը 24 News-ի հետ զրույցում հայտնեց, որ նույն ժամին ադրբեջանական կողմը սիստեմատիկ կրակում է։ Նույն ժամեր է, փոփոխանավ ուշում բան չկա, նույն ժամեր, դա մի հատ երկու հատի կրակում է։ Այս պահի դրությամբ վիճակը հանգիստ է։ Հա։ Փորձեցինք կապ հաստատել նաև տեղ խոշորացված համայնքի Խնածախ բնակավայրի ղեկավարի հետ, հասկանալու թե այնտեղ ինչ իրավիճակ է, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր բոլոր հեռախոսազանգերը։